Դիանա Գրիգորյանի «Մոխրոտի երազները» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարներ։ Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր հայտնի դարձավ, որ հեռուստասերիալում նկարահանվող սիրված դերասան Լևոն Մկրտչյանն, ով մարմնավորում է Հենրիին, զաքսավորվել է և այդ արարողությունից հետաքրքիր տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվել համացանցում։ Եթե դեռ չեք հասցրել դիտել տեսանյութերը, ապա մեր ալիքում կգտնեք ամենաբացառիկ ու հետաքրքիր տեսանյութերն ու լուսանկարները նշանադրության ու զաքսավորման արարողությունից։ Կգտնեք նաև, թե ով է սիրված դերասանի սիրելին և ինչ մասնագիտություն ունի։ Նշենք, որ նրան ճանաչում են բոլորը, այսինքն նրա ձայնը, սակայն արտաքինով շատերին էր անծանոթ։ Իսկ այժմ կբացահայտենք, թե ում ձայնն եք հաճախակի լսում հեռուստաընկերությունից ու ռադիոյից։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն էլ ավելի է լարվում։ Բագրատն ամեն ինչ անում է, որ շախունցների ընտանիքում հանգստություն չտիրի։ Հենրին վերջապես իմացավ, որ Աննան սպասում է երեխայի։ Բնականաբար նրա ուրախությանը չափ չկար, սակայն Հենրին այլ խնդիրներ ևս ունի։ Նա հեռացել է տնից, քանի որ իմացել է, որ իր հալալ ընկերը դավաճանել է իրեն։ Իհարկե, այդ ամենը հեշտ չէ, սակայն Բագրատը նրան, այսպես ասած, վերցրել է թևի տակ ոչ լավ նպատակներով։ Միակ լավ բանը Հենրիի կյանքում այն էր, որ Անգելինան բոլորի առաջ ասաց, որ սիրում է նրան։ Հավանաբար այդ ամենից ավելի կարևոր խոսքեր հնարավոր չէր այս պահին լսել։ Իսկ թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակում և ովքեր են եղել նկարահանումների այս ընթացքում, ինչ է սպասվում հետագա սերիաներում, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու բաց չթողնեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Նշենք, որ շատ շուտով հեռուստասերիալի դերասանական ու ստեղծագործական թիմի անդամները մեկնելու են արտերկիր, որտեղ իրականացվելու է հետաքրքիր։ Գնաց մարդիկ կան դրա համար ծածրամ խոսում։ Ուզում եմ շպարվեմ ու ձեր հետ խոսամ երեկվա այն աղջկա մասին։ Չգիտեմ ոնց է ստացվում, բայց ինձ շատ քիչ են տենց բաներ գրում, կարելի ասել եզակի դեպքեր են, այդ եզակի դեպքերը ես միշտ, գրեթե միշտ հրապարակում եմ։ Ես մտածում եմ, եթե դու հանրային մարդ ես, դու տուժված չես։ Այսինքն ով ինչ ուզի, քեզ չի կարող ասի, ու տենց իր համար իր կարծիքն ասած հանգիստ գնաց քնեց։ Ես ծանր չեմ տանում շատ վաղուց բան ունեմ, իմունիտետ ունեմ տենց բաների նկատմամբ, բայց ուզում եմ, որ բոլոր մարդիկ իրենց չափը ճանաչեն ու տեղ իմանան։ Երեք այդ փոստը գցելուց հետո, ստորյանալուց հետո առավոտյան արթնանում եմ, մի հատ էլ գրած լինեմ, դե զապրոսները մատասխապել էր բացել եմ, մնացել է, բայց իմ մոտ ցույց չի տալիս, ես նամակները կարդում եմ, թե չէ։ Մեկ էլ ջնջել է, իրանց վեցել չեմ տեսել, նորից է գրել, ու ինչ-որ հեսա կդնեմ ստա, ինչ-որ դատական բան, սենց էս ոճի մեջ էլի ահաբեկող բաներ։ Հիմա հարց։ Եթե դու վախենում ես Կորցրեցինք անհետ հավես չունեմ իջնեմ։ Հիմա հարցը, եթե դու վախենում ես խայտարակվելուց, դու գիտես, որ այդքան մարդ նայում է, դու ում ես գրում, դու ինչի համար, ինչ ռիսկով ես, այն հույսով ես անում, որ չէ մեկը չի գրի, չի հրապարակի, չեմ տեսնի մարդիկ, հա, այդ հույսով, ու ինչ կուզեմ կասեմ, ես չգիտեմ։ Դե հիմա լավ կլինի, որ вообще էջ գցամ իրեն, ասեք, ես չեմ դուք եք։ Անկեղծ եմ ասում, ես երբեք չմտածեք, որ ասում եմ թող մենակ լավը խոսան, որ դու հանրայինս տեսախ քեզ սիրեն, բան լավ բաներ ասած, ոչ։ Դուք կարող եք ինձ չսիրեք։ Ես էլ շատ մարդկանց չեմ սիրում, ես էլ շատ մարդկանց հետ կապված կարծիքներ ունեմ, թե դրական թե բացասական, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա այդ մարդուն այն էլ վիրավորական ձևով դա ասեմ։ Կապ չունի դա կլինի մեկնաբանություն, անձնական նամակ, զանգ, ինչ, դա անգամ տետ-ա-տետ, ես երբեք այդ մարդուն չեմ վիրավորի։ Եթե իհարկե չհասցնեն նրան, որ պետք է վիրավորեն։ Ու ցավոք սրտի, որպես կանոն, էս մի դեպքը չի, որ սենց հրապարակում ես մեկ էլ ես քեզ դատի կտամ, այն, միշտ ասենց։ Ստատիստիկան ցույց է տալիս, որ միշտ գրեթե նույն արդյունքն է։ Ընկերներիմ, դրա համար այս օրինակներին հետևելով դուք իմացեք ձեր սահմանները, ինչ կարող անեք, ինչ չեք կարող անեք, ինչն է թույլատրելի։ Հասկացանք խոսքի ազատությունը, այդ է խնդիրը, որ Հայաստանում խոսքի ազատությունն ընկալվում է մարդուն վիրավորել։ Ես հիմա ունեմ չէ իմ ձևավորած կարծիքը այդ մարդու այդ անհատի շուրջ, բայց ես անգամ ձեր մոտ դա չեմ ասում, նախ որովհետև մարդու, չգիտեմ, արտաքինի հետ կապված կարծիք ասելը շատ սուբյեկտիվ երևույթ է, երկրորդն էլ ես չեմ համարում, որ արժի մարդուն հանրայնորեն կամ ինչ-որ վատ ձևով նվաստացնել իր արած սխալի համար, այս ինչ է լինում։ Ինքն իր հոգին է եկել ստեղ ինձ պատժում է։ Մի խոսքով դուք արդեն գիտեք ողջ ճշմարտությունը նրա մասին եւ կարող անցնենք առաջ ու խոսենք իմ հիմիկվա կարդացվելիք գրքից ռեմարկի
կյանքի կայացնում կարդամ առաջին գիրքսա որ դրամատիկ է, բայց ասենք սիրային ուղղվածություն չունի պատերազմի մասին, Գերմանիայի այդտեղի մանրամասների ու դա շատ քիչ եմ կարդացել 100-ը երևի, որովհետև ժամանակ չունեմ, շատ եմ միշտ մարդը պետք է տարբեր բաներ կարդա, որովհետև ինտելեկտուալ մենակ այդ ձևով զարգացած որ կարդամ վերջացնեմ լավ տողերով կկիսվեմ, միշտ օրվա վերջում այս մասերից որ առանց պուդրա անելու միանգամից թացի վրայից սուխոյ գնդվում է, լավ չի նստում հիմա մեր գալինը չկան գրիմյոր ասաց մի հատ պուդրա դիր ամբողջի վրայից ու նոր հետո չորերով անցի ու այսինքն ես իմ սպոնջիկով եմ դնում ճիշտ ասած ու այսինքն սա դնում ենք ստեղ ֆեյստից հետո իմ համար ուրիշ չոր բրոնզոր չկա ես չեմ ճանաչում ուրիշ չոր բրոնզոր հենց տարբերությունը կստати նկարանումներով շուտով գնում ենք ուրիշ երկիր իմ դեմքը շատ չի սիրում բայց չգիտեմ ինչու քանի որ ցավոք սրտի դուրս չեմ կարող անել որտեղ տեսարանով այնտեղ լացած բան այդ վիճակներներ անում ենք շատ քիչ հայլայթեր միսակի ականջից հեռու որտեղ կամերայով չի կարելի հայլայթեր Պատաներ կհանդիպեք ստորիներում պլաշատկայից տեսեք գիրք եմ կարդում ուզում եմ ասել որ երեկվա ստորից հետո այսօրվա ստորից հետո մոտ 300 պլյուս մարդ գրել է ինձ լավ բաներ ես հիմա ոնց այդ լավերի կողքին այս մի հատ վատը տեսնեմ դուք ինձ ասեք մարդ որ սենց հետևորդներ ունի սենց բանակ ունի ուժեղ ոնց կար այդ մի հատ վատից ընկճվի կամ մնացած թեկուզ 10 հատ վատից ընկճվի դուք իմ կյանքում ինձ սովորացրել եք գնալ դեպի դրականը կուլ տալով բացասականը հասկանում եք դուք ինչ ուժեղ բան եք ինձ սովորացրել դուք ձեր լավ դրական մեկնաբանություններով նենց որ ես ձեզ շատ սիրում եմ շատ գնահատում եմ ձեր արածը